Վերջերս համացանցում հանդիպում եմ մի երիտասարդի, որը վերցնում է հասարակ կենցաղային թեմաները և սարքում է սկանդալային։ Վերջին թեմաներից մեկը թոշակներն էր։ Ասում էր, որ թոշակներ ընդհանրապես չպետք է տալ, մարդը քանի դեռ աշխատում է, պիտի աշխատի։ Մարդը այնքան գրագետ չէր, որ հասկանար, որ թոշակները չեն տալիս միայն նրա համար, որ մարդը չի կարողանում աշխատել այլևս։ Թոշակները տալիս են որպես պատվովճար, հարգանքի տուրք, որ մարդը երկար ժամանակ աշխատել է։ Թոշակներ տալիս են նույնիսկ երիտասարդներին։ Հենց հիմա Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, որոնք ստանում են թոշակներ։ Օրինակ սպորտսմեններ կան, որոնք դառել են Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, և նրանք թոշակ են ստանում։ Ճիշտ է, անվանումը մի փոքր երևի այլ լինի, այսինքն պատվովճար, բայց դա նույն թոշակն է։ Տալիս են որպես հարգանք այդ մարդու կատարած աշխատանքի։ Նույնն էլ կենսաթոշակն է։ Առաջին կենսաթոշակային ֆոնդը 1880-ական թվականներին ստեղծել է աշխարհի տվյալ ժամանակի ամենազարգացած երկիրը՝ Գերմանիան, որպես հարգանքի տուրք այն մարդկանց, ովքեր որ երկար ժամանակ են աշխատել։ Իսկ եթե տվյալ երիտասարդը ցանկանում է օրինակ թոշակ չստանալ, խնդրեմ, աշխարհում կան մի քանի երկրներ Աֆրիկայում, որոնք ընդհանրապես թոշակ չեն վճարում իրենց քաղաքացիներին, բայց ոչ թե նրա համար, որ չեն ուզում վճարել, այլ պարզապես այնքան աղքատ են, որ չեն կարող վճարել թոշակ։ Կարող է մեկնել այդ երկրներից որևէ մեկը, 3-4 երկիր են Աֆրիկայում։